Ինչ եք կարծում, Մինսկի խմբի լուծարումը խաղաղության նշան է։ Երեխեք ջան, ես այդ թեմայով չխոսամ, որ խոսամ փիզ բանով չխոսամ։ Ուրիշ չխոսամ։ Չգիտեմ։ Ինչու լուծարեցին Մինսկի խումբը այդ դեպքում։ Թե կարծիքով։ Դե որտեվ պատժկաչարին իրանք։ Ովքեր պատժկաչարեցին։ Այս Մինսկի խումբը։ Ոչ մի խաղաղության նշան էլ չի այդ։ Էդի թշնամի եք ալ, թուրքի հետ էդ ախպերություն արեք։ Դու իրանց կնանիքին սախտան թուրքերին պրծնեն էլ իրանց մերերի հետ միավ։ Չեմ կարող պատասխանել։ Ոչ, խաղաղությունը Նիկոլի ցանկությունն է, խաբեության, խաղաղություն, հավասար է խաբեություն։ Այդա այսօր կրեդոն է Նիկոլի, որ ամբողջ ազգին փորձում է խաբել խաղաղություն բառը ասելով, ինչպես 18 թվին բոլորին խաբեց, ասեց դուք 3 միլիոն վարչապետ եք, հիմա էլ խաղաղություն բառն է շահարկում։ Այո։ Ես պոլիտիկայով այդքան չեմ զբաղվում։ Լուծարել է։ Հա։ Նրանք ով էին քանի որ ես լուծարել։ Բայց դա խաղաղության նշան է։ Չէ, խաղաղություն։ Մենք թուրքերն մոտ ենք ասում։ Ինչու լուծարեցին այդ դեպքում։ Չեմ կարող։ Ճիշտ ասած, տեղյակ չեմ այդ հանգամանքներից։ Չգիտեմ դա որն է։ Ես ինչքան գիտեմ, որ այս 2 տասնամյակ շարունակ ոչինչ չի տվել։ Դրական ոչ մի կողմին իհարկե, ոչ միայն Հայաստանին, բոլորը վերցնենք։ Եվ այդ բոլոր կազմակերպությունները ինձ թվում է անօրինական բնույթ են կրում, հասկանում եք։ Դրա մեջ շահույթ եմ տեսնում, շահույթը միայն դա Ռուսաստանինն է, ուրիշ ոչ մեկին է։ Եվ երբ որ հարկ է լինում, ասենք, որ պետք է օգնեին, չօգնեցին դրանք, դա կոչվում է դավաճանություն։ Եվ ես կխնդրեի, որ Հայաստանը ընդհանրապես կապերը խզեր Ռուսաստանի հետ։ Որտեվ 3 դար շարունակ ռուսները մեզ կոտորել են, իսկ պատմության մեջ ոչ միտեղ նշված չի դա, հասկանում եք։ Բացի այն, որ մեր հողերն են ծախել, մեր արյան գներով բոլորը, վերջին դե Արցախի փորձն է 2020 թվականը ցույց տվեց, որ ռուսները իրենք մտան, ես կասեմ գախնի բաներ, որոնք ոչ տպագրված է ոչ էլ։ Ռուսները, որ նրանք խաղաղապահ զորքեր էին իբր թե, նրանց մեքենաներով, որ հայերը չէին ստուգում 2020 թվականին, ներխուժեցին Շուշի, ամեն մի մեքենայի մեջ գտնվելով 150 ամենակիչը 150 սպեցնազովցի ադրբեջանցիներ։ Նրանք ներխուժեցին Շուշի քաղաքը։ Դե պատկերացրեք, եթե ամեն մի մեքենայի մեջ 150 բան է լինում, ադրբեջանցի սպեցնազ, 20 մեքենան ինչքան է, եւ դրանք եղան այնտեղ եւ դուրս եկան այնտեղ ազատագրեցին իբր թե։